Բարի լույս սիրելիներս, շատ կարևոր է քրիստոնյայի ապրելակերպը, որտեղ այն ապացույցում է, թե դու ինչքան ես հավատում ու վստահում քո Փրկչին։ Սիրելիներ, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների եւ օտարների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ, եւ ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, դրա մեջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։ Սիրելիներ, մենք իբրև մարդիկ, որ ապրում ենք այս աշխարհի մեջ, մենք պանդուխտներ եւ օտարներ ենք։ Մենք այստեղ եկել ենք ապրելու եւ որոշակի ժամանակ հետո վերադառնալու համար։ Մենք այստեղ որևէ սեփականություն չունենք։ Մենք օտարներ ենք այս աշխարհի մեջ եւ մեր մահվան ժամին աղոթքի մեջ այսպես ենք ասում, որ այս մարդ ով իր պանդխտության ժամանակ ավարտեց եւ կրկին վերադառնում է քեզ։ Այսինքն ապրելով երկրի վրա, մենք ապրում ենք երկնքի համար։ Երկրի ապրելով մենք երկնքի օրենքներն ենք մեզ համար որդեգրում՝ արդարությունը, սրբությունը, ազնվությունն ու խոնարհությունը։ Այս ճանապարհով միայն մենք կարող ենք հասկանալ, թե ինչու ենք ապրում այս աշխարհի մեջ։ Այստեղ Պետրոս Առաքյալն ասում է. «Հեռու մնացեք մարմնական ցանկություններից»։ Որոնք են մարմնական ցանկությունները։ Պողոս Առաքյալը Գաղատացիների նամակի մեջ ասում է. «Պոռնկություն, շնություն, վավաշոտություն, կախարդություն, անեծ, բամբասանք, հայոյանք, հարբեցողություն, դրամասիրություն, սրանք այս բոլոր մեղքերը միասին մեզ հեռացնում են հոգու դեմ պայքարից, մեզ թողնում են միայնակ եւ մենք մերկանում ենք մեղքի առջև եւ մեղքը մեզ տիրում է։ Մենք որ պահին որ հավատացինք Հիսուս Քրիստոսին, որոշեցինք, որ պետք է իբրև քրիստոնյա ապրենք, այդ պահից պատերազմը սկսելու է։ Բայց մեր միջից Հիսուս պիտի պայքարի սատանայի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ցանկանում ենք այդ մեղքերից հեռու լինենք։ Որ պահին որ մեր ցանկությունը մարեց եւ բացի թողեցինք այս ամենը, Հիսուս էլ չի կարող պայքարել։ Մեր ներսի կյանքի որակից է կախված մեր արտաքին կյանքի տեսանելի կողմը, թե մենք ինչպես ենք ապրում իբրև քրիստոնյաներ, որովհետև մենք ապրելով այս հեթանոս աշխարհի մեջ, անհավատ աշխարհի մեջ, միշտ մարդկանց ուշադրության կենտրոնում ենք։ Մարդիկ մեզ հետևում են, ստուգում են, փորձում են ինչ անել, որպեսզի մեզ քննադատեն, որպեսզի մեզ մեղադրեն այլև այլ բաների մեջ, որովհետև քրիստոնյաները հայտարարում են, որ իրենք Հիսուսի զավակներն են, Հիսուսի համար են ապրում այս աշխարհում, բայց իրականում Հիսուսից օտար են ապրում, օտար մարդու պես, որ չենք ճանաչել, չգիտենք, մենք անունն ենք վերցրել, բայց ոչ երբեք կոչումն ու գործը։ Եվ վերջապես այստեղ Պետրոս Առաքյալն ասում է, որ ձեզ համարում են չարագործներ։ Ինչու էին քրիստոնյաներ այն ժամանակ կոչվում չարագործներ։ Առաջին պատճառն այն է, որ նրանք մեղադրում էին քրիստոնյաներին մարդակերության մեջ, քանի որ քրիստոնյաները հավաքում ճաշակում են Քրիստոսի մարմինն ու արյունը, նրանք մտածում են, որ հավաքում են երեխային զոհաբերում եւ այդ միսն ու արյունն են ճաշակում։ Երկրորդ կարծում են, որ նրանք եկել են ստրուկներին հանելու իրենց տերերի դեմ ըմբոստություն անելու։ Երրորդ չէին պաշտում կայսրին, դա պատճառ էր։ Չորրորդ նրանք համարում են, որ քրիստոնյաները ընտանիքներ քանդողներ են, որովհետև ովքեր որ հավատում են քրիստոնյա են դառնում, առաջին բանը որ տեղի ունենում, հակասություն կար ընտանիքի անդամների միջև։ Եվ վերջապես սիրելիներ, քրիստոնյան համարում են չարագործություն, որովհետև նրանք երբ որ հավաքում են ագապեի շուրջ, սիրո սեղանի շուրջ, կարծում են թե անբարոյությամբ են զբաղվում։ Ուրեմն տեսեք ինչեր կարող են մարդիկ մեր մասին մտածել ու կարծել, բայց դուք ասում եք այս ամենի մեջ այնպես ապրեք, որ դրա մեջ Տիրոջ անունը փառավորվի, Տիրոջ օրինակը լինենք այս աշխարհի մեջ։ Եվ ինչպես Պողոս Առաքյալն ասում, նմանվեցենք ինձ ինչպես ես Քրիստոսին, ուրեմն մենք կոչում ունենք այս աշխարհի մեջ Հիսուս Քրիստոսի նմանությունը լինելու։ Մարդիկ մեզ տեսնելով, մեր գործը, մեր խոսքը, մեր վարմունքը, շարժ ու ձևը տեսնելով, պետք է հասկանան, որ այս մարդը քրիստոնյա է եւ պետք է այս մարդուն վստահել։ Իսկ եթե ոչ, մենք պատճառ կդառնանք, որպեսզի ոչ միայն մեզ չարագործ կոչեն, անհավատ կոչեն, այլև անաստված անվանեն, որովհետեւ նորից եմ ասում, կունենանք քրիստոնյայի անունը, բայց ոչ երբեք ճշմարտությունն ու գործը։